նպատակները Ռուսաստանի տարբեր են, բայց գլխավոր նպատակներից մեկը ուտարել հայ ժողովրդից Սյունիքը։ Շատերը չեն հասկանում։ Այսինքն Սամվել Կարապետյանի իշխանության գալու գերնպատակը դա է, այդ ուժեղ խոստումները։ Ես պետք է ասեմ, որ հարցը նրանում չի, հասկանում է այդ ուժը, որ իրան ուզում են օգտագործել դրա համար, թե ոչ։ Ես ասում եմ Ռուսաստանի նպատակի։ Հիմա այս մարդիկ Սամվել Կարապետյանն, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի այդ դաշինքը, պարոն Ծառուկյան, այդ ուժեր, ովքեր ավելի շատ պրոռուսական դիրքորոշում ունեն, ուզում են ուժեղացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերադարձնել Հայաստանը հապկ ու չեն թաքցնում, չէ՞ իրանց։ Այդ մարդիկ կարող են նույնիսկ չիմանան, ինչ նպատակներ դնում է Ռուսաստանը, իրանց օգտագործելով, բայց ես պնդում եմ Ռուսաստանը ու ուզում եմ բոլոր ուժերին քաղաքական, ովքեր կմասնակցեն ընտրությունների, ասել, ձեզ մի մասին ուզում են օգտագործել, ինչի համար, շատ հասարակ բանի համար, Սյունիքը օտարելու հայ ժողովրդից, բայց ինչու, համոզված եմ, որ շատերը հիմա կզարմանան, կասեն, այս ինչ կապ ունի, Ռուսաստանը թույլ է, Ռուսաստանը հիմա ծախում է իր դաշնակիցների շահերը իրեն փրկելու համար։ Դասական օրինակը միշտ բերում ենք Սիրիայի օրինակը, Հայաստանի օրինակը 2020 թվին, որ Ռուսաստանը մեր շահերը ծախելով ինչ որ հարցեր լուծեց Թուրքիայի հետ, Սիրիան ծախեց Թուրքիայի վրա։ Հիմա դասական նոր օրինակները Իրանն եւ Վենեսուելան։ Հիշում եք Մադուրոյի հետ կապված միջև ձերբակալություն Ռուսաստանը զգուշացնում էր ամերիկացին։ Վատա ձեզ լինելու, եթե փորձեք ինչ որ բան Մադուրոյի դեմ։ Ձերբակալեցին, լեզու գտան ամերիկացիների հետ, պրծավ, գնաց։ Նույնը հիմա Իրանի հետ կապված։